երկիր իմ մայր Հայաստան Աղոթքը շուրթիդ իմ սեր Հայաստան Սուրբ հողիդ համար կյանքս էլ կտամ Միայն դու ծաղկես իմ մայր Հայաստան Հայրենիք ես մի բուրն եմ քո հողի Հայրենիք դու մի զարկն ես իմ սրտի Դարերով ապրած իմ սեր հայրենիք Դու ապրելու ես, լինելու ես միշտ Քանի զինվորը կանգնած է անքում Դու պատմություն ես հաղթած կերտելու Հայը եղել է կա ու կմնա Իմ հայրենիքը պիտի զորանա Ես մի բուրն եմ քո հողի Հայրենիք դու մի զարկն ես իմ սրտի Դարերով ապրած իմ սեր հայրենիք Դու ապրելու ես, լինելու ես Լինելու ես միշտ Հայրենիք ես մի բուրն եմ քո հողի Հայրենիք դու մի զարկն ես իմ սրտի Ողջույն սիրելիներս, ողջունում եմ ձեզ ու սկսում ենք նոր վլոգ Հուսով եմ լավ եք, ես նույնպես շատ լավ եմ Այսօրվա վլոգը սկսում ենք մի հատ հրաշալի շատ սիրուն վայրից Քարերի սիմֆոնիայից եկել ենք Գառնի Էլի ես մամաս քույրիկս նույն խմբով ենք գալիս նույն մարդկանցով հիմնականում եկել ենք Քարերի սիմֆոնիա մի փոքր հաճելի ժամանակ անցկացնելու Ձեզ համար է կնկարեմ, որովհետև հաստատ բոլորդ եք կարոտած կլինեք Գրել էիք, որ շատ ուրախ էիք նորից Գյումրին տեսնելու, հատկապես գյումրեցիները Ես շատ ուրախ եմ, որ ձեզ մեկ անգամ ևս ուրախացրեցի սիրելիներս Ու ուզում եմ մեկ անգամ ևս իմ շնորհակալությունը հայտնել ձեզ, ձեր գեղեցիկ խոսքերի, ձեր բաժանորդագրվելու Ձեր գեղեցիկ խոսքերի, որ դուք այդքան լավն եք, անչափ շնորհակալ եմ սիրելիներս Հիմա ցույց տամ եկել ենք ամենասիրուն վայրերը Քարերի այս մասը, հիմա ցույց տամ ձեզ նույնպես Այս գեղեցկության մոտ ենք սիրելիներս Անցած տարի չէր ստացվել այստեղ գայինք Գնացինք Գառնու տաճար, Գեղարդ ենք գնացել, բայց այս քարերի սիմֆոնիան չէինք իջել Այս տարի էլ որոշեցինք
Մանավանդ որ երեկո է, արդեն մտածեցինք տաճարը փակ է, կարող է եկեղեցին է փակ լինի, ավելի լավ է գանք այս անգամ էլ այստեղ, այս գեղեցկության մոտ, չգիտեմ, այս հրաշք վայրում ենք, Աստված ջան, իշխան սիրուն է մեր հայրենիքը։ Այստեղ է գետնը, չգիտեմ, ձայնս մոռացել եմ էլի միկրոֆոնս վերցնեմ, ներողություն եմ խնդրում, այստեղ էլ գետի ձայնն է։ Գնացինք առաջ։ Որոշել ենք այստեղ գնաց կա ինչ-որ գնում, որոշեցինք ներքև ոտքով իջնենք, վերև կբարձրանանք, եթե հանդիպի իհարկե, ճանապարհին կբարձրանանք գնացքով։ Այս է գնացքը։ Այս գնացքով արդեն կբարձրանանք։ Այդպես ինձ թվում է ավելի ճիշտ է։ Այստեղ էլ ձիուկն է։ Խելոք կանգնած։ Նկարվում են բոլորը ձիուկի հետ։ Հրաշքա ժողովուրդ, թռչունները ինձ սիրուն են, մի հատ ուրիշ գեղեցկություն էր սա է, շատ սիրուն է ու շուտվանից չի եկել ես վայրը, շուտ է եկել ժողովուրդ, երևի ես որ եկել էի, այսպես սարքած չի եղել դեռ, այն ժամանակ իմ հիշելով մեքենան մտնում էր այսպես, Հիմա սիրուն սարքել են, հարազատ ամեն քար ու թուփ է ժողովուրդ, ահա, մարդկանց բարձրացրեց վերև, հիմա իջնում է, տեսեք իջնելը համարյա դատարկ է, որովհետև իջնելը բնականաբար հեշտ է, իսկ բարձրանալը դե արդեն հոգնածես լինում, մի քիչ դժվար է լինում մարդկանց համար, բարձրանալը ոտքով, գնացքով են բարձրանում, չգիտեմ, այս բնության հրաշալիք է իրոք, այստեղ նայեք, չգիտեմ, իմ բաժանորդների մեջ ունենք գառնից, եթե ունենք այս կողմերից, խնդրում եմ արձագանքեք։ Ամեն քայլափոխին մոշա, չէ՞ ոնց որ, հա, մոշա։ Ծաղկել է արդեն այստեղ, տեսեք։ Ծաղկել է, այստեղ արդեն տերևները թափել է ու պտուկն է արդեն։ Չգիտեմ, վայրի է թե սովորական մոշա, բայց մոշա։ Գրած է, որ վերև բարձրանալը խստիվ արգելվում է։ Ուրեմն մարդիկ փորձեր արել են վերև բարձրանալու, որ գրել են։ Այստեղ է գրված զգուշացեք քարաթափումից։ Ուրեմն քարերել են թափվում, պետք է զգուշ լինել։ Աստղա ծկները։ Սրճարանները քարերով
Հետաքրքիր է։ Քարերն անգամ մեր լեզվով են խոսում, սարերն Աստծու օրնությունն են կրում, խաչքարերը դարերի հավատն են պահում, ու ես հողին Հայաստան են կոչում։ Քանի լեզու լսեցի, բայց մեկը մնաց իմը, քանի քաղաք տեսա, բայց Երևանս մնաց իմը, քանի մարդ հանդիպեցի այս մեծ աշխարհում, բայց սիրտս միշտ հային էր որոնում։ Հայաստան, դու իմ ուժն ու շունչն ես, Հայաստան, աչքերիս մեջ քո գույնն է, Հայաստան, քեզ սիրել իմ ճակատագիրն է, Հայաստան, քո անունն ասել իմ պատիվն է։ Ովրջան մի փոքր զբոսնեցինք, հաճելի ժամանակ անցկացրեցինք, երեկո ենք եկել, արդեն ուշ է ու որոշում ենք, որ այդ գնացք ավտոբուսով է բարձրանանք վերև, երևի։ Հա? Դրանով? Հա, գնում ենք գնացքով, բարձրանում ենք վերև, մենք գնացին։ Ոնց իչ։ Հավոր են, մարդիկ նստում ծիծաղում։ Ալեն հասա։ Լավա։ Երեք վարկոյ պեշամ։ Քարերն անգամ մեր լեզվով են խոսում, սարերն Աստծու օրնությունն են կրում, խաչքարերը դարերի հավատն են պահում, ու ես հողին Հայաստան են կոչում։ Քանի լեզու լսեցի, բայց մեկը մնաց իմը, քանի քաղաք տեսա, բայց Երևանս մնաց իմը, քանի մարդ հանդիպեցի այս մեծ աշխարհում, բայց սիրտս միշտ հային էր որոնում։ Հայաստան։ Բարի առավոտ սիրելիներս, ողջունում եմ ձեզ ու շարունակում եմ վլոգը 2 օր հետո։ Ճիշտ ասած, մտածում եմ, որ գնամ Հայաստան, պետք է նկարեմ ամեն օր, բայց չի ստացվում, ուզում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել մերոնց հետ։ Դուր ենք գնում, դուրս ենք եկել, առավոտ շուտ է, դուրս ենք եկել, այսօր Վարդեվար է Հայաստանում ու գնում ենք մի փոքր զբոսնելու դեպի Ծաղկաձոր Սևան այդ ուղղությունն ենք գնում։ Տեսնենք ինչպես կստացվի, հուսով ենք շատ մարդ չի լինելու, բայց կասկածում եմ, որովհետև այսօր Վարդեվար է։ Հուսով եմ լավ եք, ես նույնպես շատ լավ եմ։ Այստեղ արդեն տաք է, 2 օրը, 2-3 օրը արդեն բողոքանի տաք է, եղանակները ամառը հարցես արդեն եկել է Հայաստանում։ Խոսքով մենք լավ ժամանակ անցկացնելու ինչքան հնարավոր է դուք եք մեզ հետ միասին։ Հիմա սպասում եմ մերոնք իջնեն, ես եմ, մամաս քույրիկիս ընտանիքը, մեկ է քրոջս Տեքոր ընտանիքը։ Վաղը քանի որ արդեն հետ են վերադառնում Ռուսաստան, դրա համար այսօր որոշեցինք գոնե օր չկորցնենք, գնանք ինչ-որ միտեղ զբոսնելու։ Մի խոսքով սիրելիներս, ձեզ բարի դիտում, մեզ էլ բարի ճանապարհ։
Քայլում ես քո ճանապարհով Օրերն անցնում են լուր հանգիստ Ու կա մի հոր ոտքերի տակ Որը քեզ տվել է անուն ու լույս Մի մոռացիր սարերի շունչը Մի մոռացիր աղբյուրի ձայնը Աշխարհում ուր էլ որ գնաս Քո արմատները չմոռանաս Մի մոռացիր թե որտեղից ես Որ լեզվով եմ այրդ երգել Մի մոռացիր քո տան ճրագը Որ դարերով է լույս տվել Մի մոռացիր երբ լավ է կյանքը Մի մոռացիր երբ դժվար է շատ Հայրենիքը միայն քարտեզ չէ Այն ապրում է սրտերում դարեթար Ծառը ուժեղ է իր արմատով Գետը իր մաքուր ակունքով Մարդն էլ ուժեղ է երբ պահում է Իր ժառանգած արժեքն ուղին Եթե մարեն հիշողության լույսերը Ով կպահի վաղվա օրը Եթե մենք չսիրենք մեր տունը Ով կպահպանի նրա շունչը Մի մոռացիր թե որտեղից ես Որ լեզվով եմ այրդ երգել Մի մոռացիր քո տան ճրագը Որ դարեր Ժողովուրդ ջան, մենք արդեն տեղ ենք հասել, տեղավորվել ենք, Սևան ենք հասել։ Եկել ենք Սևան, տեղավորվել ենք մի հատ շատ սիրուն վայրում, Սևանի ափին, ու վայելում ենք մեր հանգիստը։ Ահա, այս են սիրուն վայրում ենք։ Սիրունա, Քրիստինա, դուրդ գալիս ա։ Սիրունա չէ տեղը։ Այսա այնտեղ գնանք կնկարվենք։ Այն կամուրջը կա, որ գնանք նկարվենք։ Սիրունա, չնայած արդեն կողքերը գալիս են մարդիկ, բայց սկզբից մարդ չկար, հանգիստ էր։ Խոսքով այսպես լավ վայրում ենք, ժողովուրդ ջան։ Էլիզա, մտավ ջուրը։ Տաքա ջուրը։ Չէ։ Սառնա։ Այս ոնց է լողանում ափում։ Շատ լավ ես լողանում։ Այդինը սա հետևը։ Պասաժիրա։ Լողացնեմ, քեզ էլի Զգույշ կլնես, Քրիստինա։ Արիլն է։ Բաղարանը։ Ой, Крис, возьми наушники. Մալազեց, չվախացավ էլի։ Մենակ չեք Դերվիկ իրան։ Это я только крутяны. Ռևի դեմդ նոյ, դեմդ դեն ծորիկ դակաշ։ Си, я жазик я. Հա,
Она артиката не стата, айти. Minus берете сумку. Ռուսաստանից է։ Ինքն է մենակ քշում արդեն։ Ուրախ ես։ Ո՞նց եղա։ Ողջույն սիրելիներս, ողջունում եմ ձեզ կրկին անգամ։ Այսօր Սևանից հետո հաջորդ օրն է։ Ճիշտն ասած, երեկ գնացել էինք Սևան, վառվել եմ ամբողջովին, չի մռմռում, բայց լավ կարմրել եմ, ծովում տես չէի կարմրը, ինչ որ Սևանում։ Դե մեր Սևանի արևը անգամ քամինը կարմրացնում, ինչ մնաց այդ քոն էլ արև չկար, բայց մի խոսքով հասցրեց իր գործը անել ու լավ վառվեցի։ Սիրելիներս, մի փոքրիկ հատված եմ նկարել եւ Գառնից, եւ Սևանից, ճիշտն ասած մի պահ էլ մոռացել էի, որ նկարել եմ այդ օրը, որպեսզի շարունակեի ընթացքում ու ավելի շատ ուզում եմ Իսպանիայում ասեմ, որ գնամ Հայաստան, նկարելու եմ, ամեն օր վիդեո եմ տեղադրելու, գալիս եմ այստեղ, սիրելիներս, արդեն ուզում եմ, որ ավելի շատ անցկացնեմ իմ հարազատների հետ, ավելի շատ ժամանակ անցկացնեմ ու նկարահանումները մղվում է երկրորդ պլան։ Բայց երևի արդեն կանոնավոր կնկարեմ ու կտեղադրեմ, անհանգստացել էիք, որ շուտվանից վլոգ չեմ տեղադրում, անչափ շնորհակալ եմ բոլորիցդ ձեր անհանգստության համար։ Խոսքով, ինչքան որ տեղադրել եմ, ինչքան որ ինչ որ նկարել եմ, կտեղադրեմ, ասեցի միանամ ձեզ, ասեմ, որ կտեղադրեմ վլոգ, այսքանը ներող կլնեք, եթե քիչ-քիչ եմ նկարել, կտեղադրեմ, հուսով եմ արդեն կանոնավոր վիդեոներ կլինեն ալիքում, քանի որ այո, այս ինչ եկել եմ, երևի մի հատ կամ երկու հատ վլոգ եմ տեղադրել։ Ու քանի որ ձեզ հաջողությունը չէի ասել վլոգի վերջում, ասեցի միանամ, ձեզ հաջողություն ասեմ ու ասեմ մի փոքրիկ վլոգ կպատրաստեմ, թե ինչու համար, քանի որ մենք միշտ անկեղծ ենք ձեզ հետ եղել, այս անգամ էլ եմ անկեղծ ձեզ հետ լինելու ու կպատրաստեմ մի փոքրիկ վլոգ, թե ինչի համար, այսպես մի փոքր իմ գալը հապճեպ ստացվեց, քանի որ պլանավորել էի օգոստոսին գայի, բայց եկա հունիսի վերջին։ Եթե օգոստոսին գայր, միգուցե եւ գագոնել հետս գար, բայց ստիպված, պարտադրված եկա հունիսի վերջին։ Հաջորդ վլոգը երևի կլինի դա, կխոսանք, թե ինչու առաջին նպատակը, որ եկել եմ Հայաստան, ամենակարևոր նպատակը, ինչ նպատակով եմ եկել Հայաստան, այդպես ասեմ ձեզ սիրելիներս։ Ու երևի այսքանով ավարտենք այսօրվա վլոգը, ձեզ ասեմ հաջողություն, ինչպես միշտ մնացեք բարյավ ու խաղաղ, առողջ եղեք, լավ եղեք սիրելիներս, կհանդիպենք հաջորդ վլոգում անպայման։ Ձեզ ասում եմ ստեսյուն, համբուրում ու սիրում եմ բոլորիդ։ Եվ պաչիկներ։